Այժմ նրանք գտնվում են Ֆրանսիայի դեսպանատան առջև։ Հնարավորություն մեկ զանգել կոճակը սեղմել եւ դրանցել։ Ես հասկանում եմ ամեն դեպքում մենք Anti-Fake Hemi խմբագրությունից ենք, ես Anti-Fake Hemi գլխավոր խմբագիրն եմ եւ փաստաբան։ Կապված Հայաստանում խոսքի ազատության հետապնդումների առնչությամբ կալանավորված երկու մեդիա գործիչների եւ հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի հետ ուզում ենք հրատապ նամակ հանձնել ձեզ։ Եթե հնարավոր է արձառը կցանկանայինք հանձնել, որպեսզի նաեւ քանի որ հարց ունենք հրատապության պայմանավորված անձի հացադուլով, որը 6-րդ օրն է արդեն գտնվում է հացադուլի մեջ, եթե հնարավոր է երկու բառ ցանկանայինք փոխանակել այն մարդու հետ, ով որ կընդունի նամակը։ Ուրեմն Ֆրանսիայի դեսպանատան դիմացենք եւ ցանկանում ենք արձեռն նամակը հանձնել, սակայն մեզ տեղեկացրեցին, որ արձեռն նամակը վերցնելու հնարավորություն չունեն։ Ես սա հատուկ ցանկանում եմ արձանագրել, որևէ այլ դեսպանատան մոտ մեզնից արձեռն նամակը վերցնելու խնդիր չունեցան։ Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ներկայիս դեսպան Տեկոտինի մասնակցությամբ ունի քաղաքական որևէ կաշկանդվածություն, մենք դա նկատել ենք ոչ այս իրենց պատասխանով, նկատել ենք վերջին շրջանում։ Ինքը տարբեր քաղաքական իշխանական միջոցառումների է մասնակցում եւ այլն։ Այդ փաստը արձանագրված է եւ հիմա զուտ ցանկանում եմ նաեւ մեզ դիտողների համար արձանագրել, որ որևէ դեսպանատուն, որտեղ որ մենք ներկա գտնվեցինք, Նարեկ Սամսոնյանի հացադուլի առնչությամբ եւ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման առնչությամբ, որը վերաբերվում է ուղիղ խոսքի ազատության սահմանափակմանը, նամակը արձեռն վերցնելու եւ հրատապության խնդիրը լսելու խնդիր որևէ տեղ չառաջացավ։ Այդ խնդիրը առաջացավ միայն Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Սա ցանկանում եմ արձանագրել նաեւ հետագա արձանագրումների համար։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, նշենք, որ Anti-Fake Hemi թիմը այս պահին գտնվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մոտ եւ փորձեցին արձեռն նամակը փոխանցել Ֆրանսիայի